Եթե գնահատենք այս 4-5 օրվա աշխատանքը քաղաքական, որը այստեղ արվել է, քաղաքացիների կողմից դրված պահանջի տեսակետից, նվաճած իրավունքների տեսակետից, ինչ կասես դու եւ հավանականությունը որքան է, որ ոստիկանությունը նորից հունիսի 23-ի առավոտը կկրկնի։ Դե նախ տիտանական աշխատանք է կատարված նույն նախաձեռնության կողմից եւ յուրաքանչյուր այստեղ մասնակցի կողմից, այս շատ գովելի ու կարելի ասել աննախադեպ երևույթ է քաղաքացիական շարժումների համար։ Ամեն ինչ շատ լավ է այդ առումով։ Ոստիկանության առումով ես կարծում եմ, որ ոստիկանությունը, այսինքն սա ոստիկանությունը չէ, իշխանությունները այս պահին զրկված են ուժային միջոցներ կիրառելու հնարավորություններից շատ պարզ պատճառով։ Նրանք չունեն արտաքին դաշնակիցներ, հակառակը արտաքին դաշնակիցներ ունեն այստեղ հավաքված քաղաքացիները Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Այսինքն եթե նայենք ԵԽԽՎ-ի, ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի, Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի բոլոր կողմերից եկած արձագանքները մենք տեսնում ենք այս վերջին օրերին տեղի ունեցած բռնարարքների ոստիկանության կողմից այդ երևույթի դատապարտում եւ անթույլատրելիություն նման մեթոդների կրկնության։ Այսինքն որևէ ռեսուրս արտաքին իշխանությունները չունեն կրկնելու այդ նույն սցենարը։ Սա նշանակում է ինչքան քաղաքացիների թիվը ավելանա, այդքան այդ ռեսուրսը ավելի պակասելու է։ Եվ մի կարևոր հանգամանք ևս իշխանությունները փորձեցին ուժային տարբերակով լուծել խնդիրը, թեկուզ հասկանալով, որ նրանք կստանան հենց արտաքին հարվածներ, նրանք գնացին այդ ռիսկին, բայց այդ ռիսկը կարելի ասել չարդարացվեց։ Դա շատ սխալ քայլ էր իշխանությունների կողմից եւ դա ապացուցեց, որ մարդկանց թիվը ուղղակի կկրկնապատկվի, կտասնապատկվի, այսինքն ազդեցությունը կծնի հակազդեցություն եւ սա ապացուցվեց։ Այնպես որ թե ներքին, թե արտաքին ռեսուրսը Սերժ Սարգսյանի զրոյական է եւ շատ վտանգավոր է, հղի է լուրջ վտանգներով հենց նրա իշխանության համար։ Սուբսիդավորման հարցը քեզ լուծում է, լուծում չէ, ինչքան մարդ կմնա այստեղ, ով կհամարի, որ սա հաղթանակ չի, այլանդերձ տրված 3 պահանջները չեն իրականացվում։ Ճիշտ ասած, ես դեռ կարծիք չեմ տեսել, որ ինչ-որ մեկը միանշանակ սա գնահատի որպես հաղթանակ, համենայն դեպս ցույցի մասնակիցների շրջանում, հարցը ուրիշ է, բավարարվել այդ կիսալուծումով, թե ոչ։ Իմ կարծիքը հետևյալն է, սա կիսալուծում է, սա ավելին ասեմ, սա լուծում չէ բացարձակապես, քանի որ սա լուծում չէ ընդհանրապես, այսինքն այն ստուգումները, որ իբր Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ պետք է արվեն, այս ստուգումները արվել են ամեն տարի ստուգումների արդյունքները եղել են նույնը, ամեն տարի այդ ընկերությունը ճանաչվել է անվճարողունակ եւ բոլորի համար չափազանց պարզ է, որ այդ ստուգումների կարիքը չկա, ստուգումները տալու են նույն արդյունքները։ Մյուս հանգամանքը Սերժ Սարգսյանի իր ելույթի մեջ մինչև անդրադառնալը այդ ստուգումներին նա շատ հստակ ձևակերպում է անում, որ ինքը այս թանկացումը համարում է արդարացված։ Այսինքն միջև ստուգումներ հայտարարողը, ստուգումներ անցկացնող մարմնին նա ակնհայտորեն ուղղորդում է, ասում է, որ ես որպես ռեժիմի գլխավոր դեմք ասում եմ քեզ, կստուգես ու կհամարես արդարացված սա։ Եթե անգամ տեքստը լիներ ամբողջովին անկեղծ, ես կարծում եմ այստեղ հավաքված քաղաքացիներից ճնշող մեծամասնությունը չի կարող վստահությամբ մոտենալ Սերժ Սարգսյանի որևէ խոսքի։ Իմ կարծիքը սա է, որ Սերժ Սարգսյանը հերթական անգամ ուղղակի ուզում է հանգստացնել քաղաքացիներին, իսկ հետագա անելիքների վերաբերյալ իհարկե այդ որոշումը պետք է կայացնի առաջին հերթին նախաձեռնությունը, ինչպես նաև այստեղ հավաքված քաղաքացիները։